ձեզ։ Բարև։ Ես չեմ հասկանում, քեզ հատուկ պետք է հրավիրատոմս ուղարկենք, որ բարեհաճես գաս։ Ինչ է եղել Լեովին։ Լավ բան չի եղել։ Մենք է պետք է օգնենք իրան։ Ես պատրաստ եմ։ Մենակ թե ասեք ինչ է պետք որ անեմ։ Լյովի երն է կորել։ Լյովի։ Հա, Լյովի։ Տղեկը փնտրում են, բայց քեզ ուրիշ տեղ եմ ուզում ուղարկեմ։ Դու նոր դեմք ես, քեզ ընդ չեն ճանաչի։ Ուր է պետք որ գնամ։ Ես հասցները վերցնում ես, հատիկ ստուգում ես, եթե ինչ-որ մի տարօրինակ բան ես տեղյակ ես պահում, լավ։ Լավ։ Ես կարամ Լյովին տենեմ։ Չէ, չես կարա։ Եթե դու ուզում ես Լյովին օգնես, օգնի հորը գտնենք, հասկացար։ Բարձա։ Բայց Հարիֆին ուր ուղարկիր։ Առաջի գիծ։ Հա, տղեկ, ինչ կա։ Չէ, ոչ մի բան։ Ոչ մի հետք։ Նույնիսկ շներին են բերել։ Ոչ մի բան չեն գտել։ Լավ չի։ Ինձ թվում է մենք սխալ տեղ ենք փնտրում։ Ես էլ եմ արդեն կասկածում։ Դե երևի մարդուն տարել են, մեքենան էլ հատուկ ստեղ են բերել չեղելու համար։ Վատն է նա, որ ոչ մի տեղ մատնահետքեր չկան։ Մեզ տպավորություն է, որ այս մեքենայում բացի իրանից ոչ մեկ չեն նստել։ Պարզ է։ Ինչն է պարզ։ Ես ինձ սկզբից էլ ասում եմ, սպանությունն է։ Դե սպանությունը որն է, մարդը կարող է վատ ազգացել, մեքենայից դուրս է եկել։ Չի բացառվում։ Հա, Էդգար։ Դիակ։ Ինչ ես ուզում։ Ոչ մի բան։ Այդ դեպքում ինչ ես տենց նայում վրաս։ Ուզում եմ նայեմ եմ, ինչա չի կարելի։ Մաշա վերջացրու, հա։ Գիտես ուր էի գնացել։ Չէ, չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ։ Լավ, դու գիտես։ Կարող ես մի բան հասկանալ։ Ես քո քույրն եմ։ Ու երբեք չեմ անի այնպես բան, որ քեզ ցավ պատճառեմ։ Դու արդեն ինձ ցավ ես պատճառել։ Դրանից ենկում էլ ոչինչ չի կարա լինի։ Մաշա, ես չգիտեի։ Ես իրոք չգիտեի։ Քանի անգամ ասեմ, որ հասկանաս, հն։ Հա, այդ հասկացա, բայց գիտես ինչը չեմ հասկանում։ Ինչը։ Այդ ոնց է որ դու ասում ես Արեգին մի զանգի, ու այդքան ստո քեզ շարունակում ա զանգել։ Ուղղակի ես ու Արեգը։ Սուս, չխոսաս, չեմ ուզում լսել։ Մաշա, արի մի բան պայմանավորվենք, որ էլ չենք վիճելու Արեգի համար, լավ։ Լավ, բայց մի պայմանով։ Ասա ինչ ուզում ես, այս ամենը արդեն անտանելի է ինձ համար։ Մենք երևի իրար լավ կհասկանանք։ Ասա ինչ ուզում ես։ Դե ուրեմն այնպես արա, որ Արեգը քեզանից հիասթափվի։ Ինչ։ Այդ այն պայմանը։ Բայց Այդ ճանապարհով ուղիղի չէ, գետի ափը դեպի, ես ստեղ կանգնած եմ։ Լավ, բրիգադ հրավիրեք։ Ավելացնելու ոչինչ չունեք։ Չէ, ինչ կա ասեցի։ Լավ։ Դուք ազատ եք, ես վերջացրեմ։ ցտեսություն։ Եկեք ճանապարհը։ Մի բան պարզվում է։ Առայժմ ոչ։ Ոչինչ չեմ կարող ասել։ Գտեք Ալբերտին։ 24 ժամ այդ մարդը չկա, խնդրում եմ, ես էլ չեմ դիմանում։ Տիկին, մենք ամեն ինչ անում ենք, բայց դուք ձեր հերթին պետք է հանգիստ լինեք։ Տվյալ դեպքում ձեր անհանգստությունը մենք խանգարի գործի։ Մենակ թե Ալբերտը գտնվի։ Վատ բան պատահած չլինի։ Ամեն ինչ լավ կլինի։ Ասա Մանուկյան, ինչ, երբ, ես հենց հիմա գալիս եմ, նորություն կա, չէ,
Աշխատանքային հարցերով։ Ես պետք է գնամ։ Ես ձեզ կճանապարհեմ։ Ինչ դեղեք տիկին։ Ալո։ Չէ, իհարկե քնած չէի։ Ճիշտն ասած, ես էլ ուզում էի ձեզ զանգել։ Դե Արտյոմի աշխատանքի հետ կապված։ Ճիշտն ասած, Եվա ջան, ես էլ ընկերոջս խնդրեցի, Գեորգ Գրիգորյանին, բայց այդ տղեն այդպես էլ չհայտնվեց։ Ինչ։ Ինձ թվում է, որ այդ տղեն չի ուզում աշխատի։ Այնպես որ դու նրա համար աշխատանք մի փնտրի։ Լավ, համենայն դեպս շատ շնորհակալ եմ ձեզ։ Հաջողություն։ Ես չեմ հասկանում։ Չեմ հասկանում քեզ Արտյոմ։ Հայ Եվա, Դու ինձ բան չունես ասելու։ երբ կներես հիմա հարմար չես, քեզ հետո կզանգեմ։ Հետո պետք չի զանգել։ Ուղղակի ուզում էի ասել, որ եթե հաջորդ անգամ աշխատանք պետք լինի, կզանգես աշխատանքի տեղավորման գործակալություն։ Եվա, Հաջողություն։ Ճիշտ ասած ես հասկացա, որ ինչ-որ մի բան է պատահելու։ Լավ կլինի մենք խոսենք։ Դուք ճիշտ հասկացաք, ուղղակի տիկնոջ մոտ չէի կարող խոսել։ Դուք կարող եք ինձ հետ գալ Բաժին։ մորգ։ Ինչ։ Մեքենայից ոչ հեռու դիակ են գտել։ Հնարավոր է, որ դա Ալբերտը լինի։ Ինչ։ Որտեղ են գտել։ Լևոն, դեռ ոչինչ պարզ չի։ Դա կարող է Ալբերտը չլինի։ Լավ։ Ես կգնամ դիակի ինքնությունը պարզելու։ Չէ, դա ես կանեմ։ Լևոն, ճիշտ կլինի, որ դու դեռ չգաս։ Դա դժվար պրոցես է եւ հետո մենք ոչինչ ստույգ դեռ չգիտենք։ Քնիչը ճիշտ է ասում, լավ։ Դա շատ բարդ պրոցես է, ավելի լավ է ես գնամ։ Չէ, Արման, ես գալիս եմ։ Լավ, մնա մամայի հետ։ Արման, ասեցի գալիս եմ ես։ Լևոն, ես կգնամ, կնայեմ ու ամեն ինչ քեզ կզանգեմ, կասեմ։ Չի լինի, Արման, ես պիտի ինքս գամ։ Լևոն ջան, Մի դեպքում ես հեսա կգամ, հա։ Եթե մաման էլ հարցնի, խնդրում եմ ասեք հեսա կգա, հա։ լավ։ Լևոն, Ո՞ր։ Տղեկ հեսա ես կգամ, հա։ Մենք էլ ենք գալիս։ Եկեք։ Գոհար, հավաքի քեզ, ինչքան ասեմ։ Լիջան, ես զգացի։ Քննիչին զանգեցին, ինքը միանգամից խառնվեց իրար։ Բայց քննիչին 100 զանգ կարող է լինի, ինչի ես մտածում, որ անպայման Ալբերտի գործով պիտի լինի։ Ես զգում եմ, չգիտեմ, ուզում ես հավատա, ուզում ես չէ, բայց զգում եմ ներքին ձայնը ասում է, որ ինչ-որ վատ բան ա եղել։ Գոհար, լավ էլի վերջացրու։ Երեխու մասին գոնե մտածի։ Յուր, իմ սիրուն աղջիկ, ես այսօր մի քիչ հուզված եմ, ոչինչ, չէ՞։ Ինչի ես լացում, դու էլ ես պապային կարոտել։ Հա բալես,
Ես էլ եմ Ալբերտին կարոտել։ Շատ։ Գոհար։ Չես ուզում շորերդ փոխես։ Ես քո համար էլ Լևոնի համար էլ շոր եմ բերել։ Հա, կփոխեմ։ Լևոնը ուր է։ Դրսում էր։ Հա, ասեց, որ քեզ ասեմ տեղագնում գա։ Տեղագնում։ Հա, ինչի տան զարմացար, ինչ եղավ։ Ես գիտեի։ Գոհար, հանգստացի, հա մի հատ։ Լիդա, խնդրում եմ, ինչ ճիշտն ասա, հա։ Ինչ նորություն կա Ալբերտից, խնդրում եմ, Լիդ։ Գոհար, հանգստացի, Ալբերտից ոչ մի նորություն չկա։ Ալբերտունես։ Լով դա ոչինչ չի նշանակում, լով։ Ես չեմ ուզում ինձ զրույցեր տալ Արման։ Եթե դա իրականությունն է, Լևոն, մեկը ես ուզում եմ, որ ես մենակ մտնեմ։ ասեցի ես դա կանեմ Արման։ Լևոն, դու չես կարող։ Համաձայնվի, որ դժվար է։ Ինչ էլ ուզում ա լինի, ես կանեմ այդ։ Լավ, վերջել չենք խոսում, Արամ։ Իսկ քնիչը ուր է։ Քնիչը իր մեքենայով է գնում։ Արման շատ կա որ հասնենք։ Մի երկու խաչմերուկ կա մնացել։